Արդյոք կարելի է ցանկացած տեսակի իմպլանտատով իրականացնել անմիջական ծանրաբեռնման բուժում։ Բան նրանում է, որ այսօր աշխարհում կա 2200-ից ավելի իմպլանտ արտադրող։ Դրանք եւ նման են իրար, եւ շատ մեծ տարբերություններ ունեն։ Տարբերությունները հիմնականում կապված են այդ փոքրիկ կոնստրուկցիաների մակրո երկրաչափության եւ միկրո երկրաչափության հետ, կամ այլ կերպ ասած, իմպլանտատի մակերեսի բնութագրի հետ։ Բուժող բժիշկը ինքը պետք է որոշի, որ արտադրողին եւ որ տեսակի իմպլանտատին նախապատվություն պետք է տալ։ Բայց իրականությունը հետեւյալն է. կարելի է արդյոք գնալ ավտոմեքենաների մրցման ցանկացած ավտոմեքենայով։ Պատասխանը կարծում եմ ակնհայտ է։ Այդ մրցումների պետք է մասնակցել հատուկ այդ մրցումների համար նախատեսված եւ գծագրված ավտոմեքենաներով։ Նույնը վերաբերվում է ատամնային իմպլանտատներին։ Իմ պատասխանը այս հարցում հետեւյալն է. անմիջական ծանրաբեռնման համար պետք է ընտրել դրա համար նախատեսված հատուկ իմպլանտատներ, որոնք յուրահատուկ ձևով կբաշխեն ուժերը ոսկրային հյուսվածքի վրա եւ կդարձնեն հնարավոր վիրահատությունից անմիջապես հետո օրթոպեդիկ կոնստրուկցիաների անրակցումը եւ ծանրաբեռնումը։